Ողջույն բոլորին, սիրելի հետևորդներ, նոր ալուսանում, դրա համար սենց ցածր եմ խոսում, մաման ու պապան նոր վեր կացան, գտնվում եմ Հայրականստան Բաքում, որտեղ այսօր հոլովակ եմ նկարելու ու ձեզ հետ ներկայացնելու իրանց այսօրվա գործերից մի հատված, ընդամենը մի հատված. Գործերը շատ են լինում, գյուղացու գործերը տարվա բոլոր եղանակներին, քանի որ մաման քել կենթանիներին կովերին էստեղ են պահում, սար չեն գնում, տատու պապիկս որ կար, միասին սար էին գնում տատիկն ու պապիկը, ու էստեղ եւ են տեղեր հեշտ լինում եւ էստեղ, բայց էտա ոնց հասկացաք, պապիկը արդեն որ մեզ հետ չի, ամբողջ գործերը մնացել է գյուղում ու այդպես շատ դժվար է։ Մի խոսքով մեզ մաղթում եմ լավ նկարահանում, ձեզ էլ բարի դիտում։ Մեր օրը սկսեց ժամը 5-ին 10 պակաս։ Գնացինք։ Sen kişirle diyorsun. Ramay lazım. Haydi iş ben ya gel ediyor daha. George. Très long, assim. As roupas não tá. Tersa vazgeçti. Makro bakın. Hadi çıx çiyan zrevçiler. Thôi mà tao cứ hết lì. Zımarı yukarı gemdene. Bacımı şok edin. Cesur düşecek.
Դեմ քիմ։ Bay dori kinec papaya. Sarıydı makro. Katvora termiklendi. Sena çoluk gelse çıktı. Vastavok ya mı kutam? Dersim tanım takım gibi vastavok. Çarlıkla doktor. Bir bak kesme. Kesmemiş. Ha. Հինգ անց 25 Կաղի ատալի ոչխարը տեղ։ Ասպես կա։ Անց 25-ը։ Հենց այսպես էլ ապրում ենք։ Ասում անց կես կա։ Այ հենց այսպես։ Արդեն լուսանում է։ Փաստորեն իմացանք հուլիսի 11-ին, 11-ն է, չէ, ճիշտ եմ ասում։ Հա, հուլիսի 11-ին առավոտ ժամը քանիսին է լուսանում, հոլովակը որ սկսեցի, դեռ լավ չէր լուսացել, նոր սկսել էր լուսանալ։ Հիմա էլ դեռ լիարժեք լույս չի, բայց արդեն հետա բացվել է, առավոտվա սիմֆոնիան ծիտիկների։ Հիմա էլ տենց ոչինչ։
Güzel sen bu. Ona koyu gıda var, isna geldi. Հավերի, ուզեցի ասեմ, ես երևի կա հակպիր եմ, ոչինչ։ Այս տարավունի քնիքները, դիշնը։ Պետք է դուշ չգան դրանք։ Ուտեն նոր։ Հա։ Ուտեն նոր դիշնը։ Դիշնը։ Կաման չհազա։ Այդ դիշնը։ Հավերս չնկատան, կաման չհազա։
Այսքի չեն ուտում, ես յուրենքին է։ Հա։ Սմինին։ Ման, բայց հավեր էդ քիչ են, գիտի թե շատ են։ Դեղով էլ շունի կինակերագրամ ու տնանք ինչն ամանը։
Դուշ։ Şu usul mirken. Հա էլի ուսիտ տնիլ են գոկտը։ Böyle bunu usul neli ben. Բավեր կարաս վշտան բահանանես։ Bayku. Arus için gel. Հնգե ոչ։ Şaka kapının. Եկավ։ Նա։ Ես ես կպիրեմ եմ պոպ։ Tamam. Hiç kapatıydı. Հա։ Մահնա։ Սիրելի հետևորդներ, մեր մոտ տարվա որ եղանակն ուզում ալինի, առավոտ մինչև ժամը 10-ը եթե ոչ ավել, խոտը թացա, մենք ասում ենք շաղա, էտ են եղյամնա, ձեր իմացած, ու վետներս լրիվ ջուր դարավ, ստեղ էլ անուշ հոտ էր գալի, անտարբեր չկարացի անցնեմ էլի, գիտեք չէ որ Մասրեն ու թփի ծաղկա ժամանակ հոտը մինչև ուղեղդ գնում է ուղեղիդ ամենավերջին բջիջներից հետ մինչև ուղեղիդ ամենավերջին բջիջը շնչում է ու այդ բույրը հասնում է իսկ ես հոլովակում ինչու եմ շատ քիչ խոսում ինձ թվում է քիչ եմ խոսում հիմնականում տեսախցիկն էսպես իմ վրա պահած սկզբից մինչև վերջ մեկնաբանում ու խոսում եմ ինչու եմ այսօր քիչ խոսում որովհետև ինձ թվում է խոսքերն ավելորդ է իրենց նայելով ես էլ հոգնում եմ ես էլ ունեի կովեր հիշում եք պահում էինք ամեն ձև Այս մենակ ոչխար չենք ունեցել, բայց դե ախր չարչարանքը շատ է, այս սեզոնին մանավանդ որ սարում չեն, վաբշե դժվար է, սարի ժողովուրդը ուշքները իրանց գործում, սարի գործով են զբաղվում գյուղի մարդիկ իրանց գործով, հիմա մերոնցը երկուսը մեկտեղ է, ու այդպես իսկապես դժվար է, ոչ թե մերոնցնա դրա համար եմ ասում, այլ ընդհանրապես Ոտներիս ջրին, որոշածս նկարահանածս տեսահոլովակին սիպտակ նասկիներիս ու սիպտակ բոթասներիս։ Թերս էլի։ Շովելես, հել այս զատի թաթերի, ոնց հալեն լեն թաթերը, Կապահել ես մի 4-5 կովալա կտասվար
Դե դել բայ այդքանի խոտը, այդքանի։ Գարջան կրանտի կողքին դրում բրախ։ Սիրելի հետևորդներ, ինչպես տեսակ, չմեկնաբանեցի, բայց արդեն շատերիդ պարզա, կաթը զտում ենք։ Մամանս որ տարին է արդեն այդ կաթը զտելու մեքենայից սեպարատոր ենք ասում։
առելա էլեկտրականն է ինչպես տեսակ սարերին են ժամանակ օգտագործում էին ոչ էլեկտրական, որովհետև էլեկտրականություն չկար ու դրա թևը պտտելով էր։ Այսպես թև ուներ, պտտում էինք ու այդ պտտելն էլ մասնագիտական էր։ Մարդ կար այնպիսի արագությամբ էր պտտում, որ շատ ընտիր լավ թանձր ռեժան էր դուրս գալիս։ Ռեժանը դա կաթի հում, կաթի սերն է, տնական թթվասերը։ Մարդ էլ կա արագ էր պտտում, այդ ռեժանը ջրիկ կաթը հետ ներբերում կամ կար որ հենց այդ կաթ զտելու մեքենայից էր, որ այդպես էր, որովհետև այնտեղ մի անգամ էլ դա ցույց կտամ, այդ թասիկները հավաքելը, շարելը անպայման ցույց կտամ, թե սարի հոլովակ լինի, թե այստեղ մայրիկիս հավաքելը, այդ թասիկներում կար փոսիկավոր ու ոչ փոսիկավոր, այդպես հերթականությամբ են շարում ու կա նաև մի հատ պլաստմասի վերջում դնում ես, նախավերջում, հետո կափարիչն ես դնում, ձգում ես, մի խոսքով հետաքրքիր ընթացք ունի ինքը, այնպես չի որ միացրիր, վсё գնաց էլի, դա հանում, թափում, 10 քանի թե 20 քանի թասիկա պիտի դա լվանաս, չորանա, նույն ձև հավաքես, որ մեկն էլ սխալ ես հավաքում, արդեն ճիշտ չի քամում։ Քանի որ այնտեղ մեքենայի ձայնը բարձր էր, խոսեի չեր լսվի, եկ այստեղ որ ասեմ, էսա սուրճ ենք խմում, բայց ոչ սովորական սուրճ, իհարկե ես ոչ սովորականը, ես խմելու եմ մեր մանկության սուրճից, որը կիսով չափ ռեժաներ, կիսով չափ սուրճ, ամեն առավոտ արդեն տատիկնել, պապիկնել, որ սարում էինք մնում, ըղքարի մատ էինք ասում։ Մեր ամեն առավոտը, մեր բարի լույսը սկսվել է հենց ռեժանով, սուրճով, որովհետև երեխաներ էինք, սովորական սուրճը չէր կարելի, բայց ռեժանով կարելի էր։ Կամ մի բաժակ սուրճի, բաժակ մի քիչ կիսատ հացով ռեժան էինք ուտում ու այն վաղտի երեխաները ում թշերը կարմիր էր, ասում էին սարի կաթումած ու ռեժան կերած երեխայա դրա համար է թշերը կարմիր։ Հիմա համարյա թե վերջանում է, վերջում մի քիչ տաք ջուր են լցնում, որպեսզի իր այդ յուղային մասը թասիկների մեջ չմնա, այդ ամբողջ յուղը գնա դուրս գա կաթի հետ։ Ունենք արդեն զտած կաթ եւ ունենք ռեժան։ Զտած կաթից սարքում են պանիր, որը կոչվում է զտած պանիր, ու զտած պանիրով շատ լավ պնրաճիլ է ստացվում, շատ ջիլ է ստացվում, նաև զտած կաթից շատ լավ թել պանիր է ստացվում, քան երեսով կաթից, պատրաստում են նաև կաթնաշոր, իսկ ռեժանը եւ այդպես են ուտում, եւ խմորեղենների մեջ են օգտագործում, հին մի քիչ տարիքով մարդիկ ռեժանով պաղարճի ղադրը ավելի լավ կիմանան, քան թե մարդիկ կլինեն, որ ընդհանրապես չեն իմանա ռեժանով պաղարճը ինչա, էլ ինչ ասեմ, հա, ռեժանն էլ հարում են, սարքում են կարակ, կարակն էլ հալում են, սարքում են յուղ, հալած յուղ, իսկական կովի հալած յուղը հենց ռեժանն է, կաթնա հիմքը, հետո ռեժանը, հետո կարակը, հետո յուղը ու այդպես մի խոսքով եւ առօրյա ներկայացրեցի ձեզ եւ մանկությունից հիշողություններ արտնացան իմ մոտ, հուսով եմ նաեւ ձեզնից շատերի մոտ։ Քիչ զտացած քիչ լսնավոր հասիկների միջի ռեժանը։ Հա, նավերջում մի քիչ տակ ջուր։ Բա վեր այդ փրփուրը քաշես ոչ նստիլ չդի ինքը։ Չէ։ Մայայի եմ տալու, չէ մայա։ Հա, իրեսն անը, ճիշտ է։ Փրփուրը մնում է։ Քաշում եմ, էսա մի քիչ կաթնոդնի դեմացի ուտանում խոզովիստ։ Հա։ Всё։ Կաթ քամելու գործողությունն էլ ավարտվեց։ Աղջի ափսոս չի չրչարվել ես կթել այդքան, հա ինչ անեմ։ Են էլ հլը ինչքան է սյուրուն են անդեր փրփուրը։ Հա, էլ դեմանիվ նստում ա մի քիչ։ Ու սյուրուն տանում խոզանում իսկ։ Հիմա ռոժնին։ Օպաս։
Իսկ մի սարքում ենք աշխարհի ամենահամով սուրճը։ Հա, ինչու։ Նինա վրդի ուզում է։ Բաղադրատոմս տեսեք։ Էս էլ ափսոս է էլի։ Ախցին վախտ։ Ասեցի։ Ասում աշխարհի ամենահամով։ Սարին էլ տհան։ Ասել եմ Մարսարի առավոտնին սկսում էր տհը։ Քնաթաթախ։ Բայց մեհսարին եմ էլի խմասը հա։ Դիզն ասած։ Ողջ առողջ։ Բախես մանակուն են գցեմ։ Բա։ Ձերին էլ գցեմ։ Ջուլիետա, քունին էլ գցեմ։ Անդի են գցի։ Բայց հայ ես գտալու։ Գցի ու սրանով խայնի։ Ժողովուրդ, էս էլ մի օր առաջվա քամած Ռեժանն է։ Ընդհանրապես ինչքան էլ լավ քանվի, այդ պահին մի քիչ ջրի կա լինում։ Մի քիչ նա նմա ու այ էսպես թանձրանը։ Թե Как խառնվի։ Ամահիտին էլ գցեմ ուզում չէ։ ոչ Քունստանում է։ Քունն էլ լավից գցի։ Ինչ տարբերություն է։ Խմել քնել։ Մակոջա։ Այսօր աննյութ ենք սկսել օրը։ Եսի մաղջիկի կակարնա։ Իրաննա սիրում է։ Ունենք նաև տնական բաղարջ։ Նանը չորուտի ցավուտի։ Ջուլիետա էսկե։ Ես գոլով բայց կաթիլդի։ Մի կտոր բաղարջու Ռեժանոտի։ Ռեժան նաննյուտ, բաղարջ նաննյուտ։ Սորվա փայ։ Կալորիան ապահոված է։ Բաղաժն էլ արի ժանով։ Քիզել շինեմ։ Քիչ ես ասում։ Նինա իհոյդի, ֆայս եբ դիվոյ կենալ է կապիկը։ Ռավո ջամը 8-նա։ 3 ժամատուշտ ստի։ Մի քիչ էլ շուտ։ Քնոտարից որ ենք գցել ասել, ստի նստած։ Ժամը 5-ին է, սոր մի քիչ ուշ գցանք։ Հա, բայց վախտին եմ եկել էլի։ Հա։ Սերվաժը որ հետ սալամ մի քիչ ուշ եմ վակենում, բայց որ մանակ եմ լում 4:30։ Բայց մթին է 4:30։ Տեկեմ անման միսի տակին։ Սնան պրսնան էլ։